Շնորհակալություն, նախ ողջունում եմ ուսանողներին, շատ անպատեհ ժամանակ նրանք եկան ազգային ժողով։ Սիրելի ուսանողներ, դուք ականատես եք լինելու, թե ինչպես ինչ պետք է լինի ժողովրդավարական երկիրը, երբ որ քրեական գործը մի տարի հարուցված լինի, ոնց որ թե կամ հաղորդում ստացված լինի, բայց երբ որ իշխող կուսակցությունից մեկը դուրս է գալիս կամ չեմուչում է անում դուրս գալու, քրեական գործը միանգամից հարուցվում է։ Տիկին դատախազ։ Նախ ուզում եմ մի ուրիշ հարցի մասին ասել։ Գլխավոր դատախազությունը ազգային ժողովի պատգամավորների գործունեության հարցում բավականին թերանում է։ Արդեն երկրորդ դեպքն է։ Մեկ ամիս առաջ գրավոր գրություն եմ ուղարկել գլխավոր դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայություն։ Գլխավոր դատախազությունից որևէ արձագանք չեմ ստացել, որևէ պատասխան, որը խախտում է Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների։ Հարցումս վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը մի ամիս առաջ կամ երկու ամիս առաջ այս ամբիոնից մեղադրեց ընդդիմությանը Հայաստանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, ինչ որ մայակներ Հայաստանում շարելու եւ ասում են ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Իհարկե քննչականն ասեց, որ մերժում է այդ հաղորդումը ընդունել հիմքեր չլինելու, բայց ձեզանից որպես գլխավոր դատախազ ակնկալում եմ պատասխան։ Դյա՞։ Հա, մի տարի հետո չհարուցեք հայտարարել։ Հիմա իրականում շատ արդեն խրթին եղավ։ Չգիտես ինչ ասում մի բան ասեմ։ Այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ասել է հետևյալը. Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել է քննիչների մոտ։ Հեռախոսի ամբողջ բովանդակությունը հետո տվել է Նիկոլ Փաշինյանին։ Հետո այդ ամբողջ բովանդակությունը ինքը բերել է ինքն ասել։ Ինքը բերել է նաև ԿՊ վարչության նիստի, թե ֆրակցիայի նիստի, արդեն չեմ էլ հիշում։ Սրա մասին է խոսքը, ոչ թե ինչ որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես սա հետո կարձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ձեր հարցը կապ չունի ոչ ներկայացված միջնորդագրի, ոչ միջնորդագրում ներկայացված ապացույցների հետ։ Արձագանք։ Լավ լուծում եք գտել։ Լավ լուծում եք գտել։ Հիմա կապ չունի, բայց Սովետի ժամանակ մեկը սպիտակ թուղթը պատին կպցնում է, միլիցիան ասում է ինչ ես անում, ասա թռոչիկ եմ կպցնում, բայց բան չկա գրած, ասում մեկը բոլորը գիտեն։ Հիմա դուք որքան էլ խուսափեք որոշ հարցերի պատասխանելու, որ կապ չունի այս միջնորդության հետ, որքան էլ փորձեք, որ այն խեղճ քննիչները քրտինքը ճակատների մի ամբողջ տարի քննեցին մինչև համոզվեցիք, դրա համար հենց հիմա մտակ ազգային ժողով Հովիկ Աղազարյանի անձեռնորդության հարց բոլորին էլ հայտնի է, որ Հովիկ Աղազարյանի այդ չոր կողության պատճառով դուրս չեկավ, մանդատը չդրեց, դրա համար դուք այսօր այստեղ եք։ Այսքանը։ Հարգելի նախագահ, հարց չկա։ Չէ, դուք չունեք պատասխանել որից է բան, պարոն Մանուկյանը կարծում եմ ելույթով կշարունակի այս միտքը բան կանի, էլի։ Դե մենք էլ անպայման ձեր սպիտակ թուղթը կդնենք ձեր առջև։